Հեքիաթներին հավատում են միլիոնավոր մարդիկ։ Իրականությունը գիտեն միայն նրանք, ովքեր միշտ ստվերում են։ Սա հայկական շոու բիզնեսի իրական պատմությունն է։ Ողջույն, սա Փոփ հանրագիտարանն է։ Այս անգամ եւս մենք տակնու վրա ենք անելու հայրենական փոփն ու հարակից ոլորտները, ինչ որ հետաքրքիր բան գտնելու մարախույսով։ Ինչպես գիտեք, մենք չենք քննարկում այն ամեն, ինչ արդեն հասցրել է տեղի ունենալ եւ քննարկվել անցնող շաբաթների ընթացքում։ Մենք ստեղծում ենք նոր միտումներ նոր սկանդալային քննարկումների համար։ Հայկական շոու բիզնեսի ոչ վաղ անցյալում նկատվում էին կատարողներ, ովքեր չէին փչացնում հանրային ճաշակը։ Այսօր նրանք ստվերում են, արդյոք սեփական կամքով, թե շոու բիզնեսի թելադրած կանոններով։ Արդյոք նրանք նեղացած են ու հիասթափված ոլորտից։ Կպարզենք քիչ անց։ Արդյոք կմտածեք, որ մի օր կգա, որ հայկական շոու բիզնեսը այս վիճակում կլինի։ Չէ, որ ինքը ահավոր է, այդ միանշանակ այդպես է։ Հիմա ցենց փոխվել է, ամեն ինչ թանկացել է։ Արդյոք այսօր երաժշտական հեռուստաալիքները փոխելիս դուք չեք ամաչում ձեր գործընկերների համար։ Այո, այդ մարդը այդ երաժշտությունն է սիրում, ինքը այդ է անում։ Մարդկանց գուցե ցանկություններն են փակ տեսնել, թե ինչ է կատարվում Հայաստանի սահմաններից դուրս։ Այդ ստեղ է, որ ինչ ուզում անում է։ Այնտեղ չի ընդունում։ Չեմ դասել ինչ շոու բիզնեսի մեջ ու չեմ էլ դասելու, որ ասում է ծանր նավաս, այդ ես եմ էլի վայել ձեզ։ Արդյոք դուք ձայնագրում եք օրինակ ռաբիս կատարողների։ Այո, ես համոզված եմ, որ ես վերադառնալ եմ, մինչև փետրվար համերգ շնորհանդես եւ Նոր ձայներ, նոր հնչողություն եւ այլն։ դրանից հետո Կիևը։ Մտքում կաշխար ու սիրով արագե։ Ողջույն Տիգրան։ Ողջույն։ Վերջին շրջանում ձեր լրությունը երկարատև էր լայն զանգվածների համար։ Մեզ հետաքրքիր է արդյոք սա ձեր սեփական որոշումն է, թե պարզապես ներկայիս փոփ ինդուստրիայի հայկական կանոններն են թելադրում։ Ինձ մոտ ամեն ինչ դանդաղ է ստացվում, ձայնագրվելը, տենց հետո իրան միքսելը, հետո տենց իրան միքսելուց հետո մի 10 անգամ էլ միքսելը, տենց հետո լսելը, մտածելը, ստեղ կարող է մի հատ տենց ավելորդ մի հատ պու ասեմ կամ չգիտեմ չասեմ, այսինքն դե համար սենց ձգձգվում է։ Իմ ամեն ինչը տենց, այսինքն ստուդիայի հետ կապված, տենց այն որ ասում է ծանր նավաս, այդ ես եմ էլի վայել ձեզ։ Բայց վերջերս այդ լրիվ թարգել եմ տենց լնել, լուրջ եմ ասում, ալբոմը արդեն վերջացնում եմ, բան չի մնացել, փետրվարին էլ համերգն եմ տալու։ Այսինքն համերգը լինելու է շնորհանդես, նոր երգերը եւ երգերը, որոնք որ գիտեք, կմիանան իրար, տենց հետաքրքիր սիրուն համերգ կլինի շատ։ Թվում է այսօրվա շոու բիզնեսի թելադրած կանոնները ձեր համար չեն եւ այն երաժշտությունը, այն երգերը, որոնք դուք եք մատուցում, որակական առումով շատ հեռու են այն երգերից, որոնք այսօր հիթ են դառնում։ Ինչ կասեք այս մասին։ Երբեք շոու բիզնեսից ինձ չեմ դասել ինչ շոու բիզնեսի մեջ ու չեմ էլ դասելու, ինձ համար կարևորը այն է, ինչ ես ուզում եմ անել, ինչի համար, որ ես կարող եմ պատասխան տալ։ Իմ երաժշտության եւ այն երաժշտության համար, որը ես կատարում եմ, ես հանգիստ թռչող կարող եմ պատասխան տալ եւ եթե չգիտեմ, տարիներ անց հարց ցակի, թե ինչու այսպես արեցին կամ այնպես արեցին, ես կարող եմ շատ հանգիստ լինել։ Այն տաղանդը, որը որ տրված է ի վերուստ, եթե այդ տաղանդը չօգտագործես, չանես այն ինչ որ դու ուզում ես, մանավանդ այս դեպքում, հա, էստրադայի իզուրա ամեն ինչ, շատ իզուրա, որովհետև դու անկախ քեզանից դու ուզես թե չուզես, դու կրթում ես հասարակություն։ Դու կրթում ես թինեյջեր տարիքը, որը շատ կարևոր է եւ մեր հանրապետության ապագան է։ Ինձ համար շատ կարևոր է այս հարցը եւ ես աշխատում եմ միշտ անել արժանավայել բան, որ նայեն մի քիչ ինչ որ թեպետ համեմատեն, ինչ որ տեղ սովորեն, որովհետեւ ամեն ինչը համեմատության մեջ է։ Եթե լինի ամեն ինչ ինչպես որ կա, այտենց միապաղաղ բոլոր երգերը միանման գործիքավորումները եւ անգամ սաունդն էլ անման, չգիտեմ, ինչքանով է դա լավ։ Երեխան տեսնում է TV, ուզես չուզես ինքը վերցնում է տեղից ինչ որ բան իր համար։ Ես ինքս երկու երեխա տերեմ, դրա համար եմ շատ դրա մասին մտածում։ Ու կան էլի լիքը երեխեք, որոնք ուզում են ուրիշ երաժշտություն ի վերջո։
Պարզ է, որ դուք ձեր խղճի առաջ գոնե այդ առումով մաքուր եք, բայց որպես ինտելեկտուալ երգիչ մեզ հետաքրքիր է ձեր դիրքորոշումը ներկայիս փոփ ինդուստրիայի մասին հայկական, որովհետև շատ մարդիկ ովքեր հարցին որպես արվեստագետ են նայում, որակում են այն որպես եթերային աղբ եւ այլն նման ծայրահեղ գնահատականներ։ Արդյոք այսօր երաժշտական հեռուստաալիքները փոխելիս կամ թեկուզ թիրախավորված դիտելիս դրանք ձեզ դուր են գալիս եւ դուք չեք ամաչում ձեր գործընկերների համար։ Մոտ 2 տարի է արդեն աշխատում եմ չնայեմ, որ տենց այդ ամանչելը այն որ այս ինչ է ավելի լավ է չտենայ, որ դա չլինի այդ ամեն ինչ էլի տենց ավելի հեշտ եմ ապրում, որտեղ երբ որ նայում եմ TV շատ եմ չեմ էլ ջայնանում, արդեն չգիտեմ այդ ինչ, այդ որ աստիճանն է։ Չեմ որ ինքը ահավոր է, այդ միանշանակ այդպես է։ Էլ եմ կրկնում եմ, իրանք երգերը բոլորը ոնց որ մի օքի գրած լինի, գործիքավորումները նույնը, անգամ մեջի սաունդը, ասենք այդ սների ձենը կամ քիքի ձենը, այդ սաղ տենց այդ նույն բանն է, ոնց որ տենց այդ սաունդը լա նույնը, ասենք ոչ մեկ այդ գործը հավաքելու ընթացքում չի մտածում դրա մասին, որ արի այս գործը ստայլով մի քիչ ուրիշ անեմ կամ չգիտեմ, ինքը մի քիչ, ասենք, ուրիշ կերպ լսվի գոնե, ասենք, բոլորին նման չլինի։ Եվ կարծում եմ արդեն, որ տենց էլ կա, որ լավ ստուդիայում ձայնագրվելը բոլորովին ոչ մեկին չի հետաքրքրում։ Բոլորովին, ասենք, լավ որակ ստանալը, այդ պետք չի, այդ տենց դե ասենք երկացս ուր է, որ հա, տենց ինչ որ կնունք հարսանիք բան եւ այլն, դե ի տակ սայջոտ են, որ տենց էլ սենց էլ կլինի։ Դե համար տենց երևի տանը մի հատ կոմպյուտեր, տենց մի հատ բուջուրիկ սաունդ քարտով, տենց ինչ որ յոլա են գնում էլ։ Այ սենց բան եմ զգում արդեն, որտեվ տենց հայերեն հնչում է կոպիտ փնթի, բայց ռուսերեն մի քիչ ավելի մեղմ է, նի բրեժնի։ Ամփույթներից ովքեր են մասսայական կերպ փորձում փչացնել հանրային ճաշակը եւ եթե դա կանոններ կարծում եմ ձեր գործընկերներին օգնած կլինեք սթափվել, իսկ լսարանին կողմնորոշվել։ Չեմ կարծում, որ օգնած կլինեն որևէ մեկին սթափվել, որովհետեւ բոլորը ընկած են փող։ Դե տենց ոչ մեկին հետաքրքիր չի, ասենք, դու ինչ ես անում, վաղ մյուսօր քո մասին ինչ կխոսվի, բան եւ դա բոլորովին հետաքրքիր չի։ Անոններ բնականաբար չեմ տա, հետ շավեջ չկա։ Մեր մի բան կարող եմ ասել, որ եթե խոսքը գնում է ռաբիզ երաժշտության մասին, որը համատարած է դարել, եւ բոլորը հանձնվել են ու գնացել են այդ ուղղության, տենց դեպի ռաբիզ, սենց այդ ռեյտինգը բերում, հա, տենց հիմա տենց TV-ներն են դրանով ահա որ հետաքրքրված ռեյտինգ բառը կարևոր է շատ։ Այն մարդը, որը ռաբիզ է, ի սկզբանե Այսինքն ինքը այդ երաժշտությունը սիրում է եւ ավելի արդար է լսարանի հետ։ Այն մարդը այդ երաժշտությունն է սիրում, ինքը այդ անում։ Իսեր Աստծո, թողանի, ոչ մեկ չի բռնանում, որ ես դեմ չեմ բոլորովին։ Ասենք ինձ համար լիքը կատարողներ կան, որոնք իրանք տենց են ու ես ընդունում եմ այդ բանը, այս մարդը էսա ու կարող է անի, էս ու անում է այդ լավ։ Ինչի՞ չանի, ասենք, այդ լսողն էլ կա, նես չի, որ այդ պետք չի, չէ, թողելնի ինչի համար պետք չի, կա ու լինելու է, նես չի, որ չի լինելու, բայց այն մարդը, որը որ ժամանակին երգել է, ասենք, ջազ կամ ժամանակին երգել է ռոմանս կամ չգիտեմ ինչ, այսօր փորձում է ինչ-որ ցույց տա, որ ինքը կարա անի ռաբիզ, այդ խնդալու է, այդ նատուրալնի չի, այդ բնական չի, ասենք, այդ հյութը նոր մզված, ասենք թե, չգիտեմ, գազարի, ու կոնսենտրատ, որը վաճառում են խանութում, տենց վրան գազարա նկարած, նույնը չի, չէ, նույն բանն է։ Այս առումով, երբ մենք զրույցում ենք մեր հաղորդման ընթացքում ռաբիս կատարողների հետ, նրանք ասում են, որ իրենք ի սկզբանե ռաբիս են եւ արդար են լսարանի հետ եւ չեն հասկանում ինչու են իրենց անընդհատ էստրադային ոճի երգիչները քննադատելուց հետո իրենք թեքվում այդ նույն ոճին, որը որ քննադատվում է եւ այս առումով գուցե եւ ավելի ընդունելի է նրանց ասածը։ Լավ, անցնենք այս թեման առաջ, ըստ ձեր եւ ձեր լսարանի միջև անջրպետ այս տարիներին չի գոյացել եւ դուք ակտիվորեն տեսահոլովակներ չեք նկարահանում։ Գիտեք, տեսահոլովակը ինքը այսօր ամեն ինչ գալիս է ֆինանսից, հա։ Այսօր տեսահոլովակ նկարելը միջին գինը 5000 է, բոլորս շատ լավ հասկանում ենք, գիտենք այդ ինչ, $5000 մասին է խոսքը։
Հա որ որ իրան տենց նկարես ինքը ասենք չգիտեմ ինչքան կֆռա տենց մի ամիս ինչ փոխվեց դրանից Իսկ այն ժամանակ երբ ակտիվորեն նկարահանում եք ունեք այդ ֆինանսական հնարավորությունները եւ նպատակ Այն ժամանակ այդ գները չէր եւ ունեի Հիմա տենց փոխվել է ամեն ինչ թանկացել է Հին աշխարհ ու հրաշքներ Ընդամենը յոթներ շատ հեռու մոտ է ութերորդը երևի Հենց աստծո պարգևն է վերևի Իմ մտքում կա աշխարհ ուր սիրով արագ է իմ կյանքում կա մի կյանք որն էլի մեջ է Այն տարիներին, երբ որ դուք սկսում եք, ես հիշում եմ ինչ տեսակի որակով երաժշտություն եք մատուցում, արդյոք կմտածեիք, որ մի օր կգա, որ հայկական շոու բիզնեսը այս վիճակում կլինի եւ պոպուլարության չափանիշները ինչով են փոխվել։ Այն տարիներին ինչ չափանիշներով էին պոպուլյար դառնում, իսկ հիմա ինչ չափանիշներով։ TV-ն է անում ամեն ինչ։ Ինչ թվում է։ Այդքան ռադիոն չէ, ինչքան TV-ն։ TV-ների մեծամասնությունը, ել եմ ասում, ընկած են այդ ռեյտինգ կոչված հետ։ Ով է ասել, որ դա ռեյտինգ է բերում, գաղափար չունեմ։ Ու ընդհանրապես ոնց է դա արվում, մոտարապես հասկանում եմ, բայց հասկանում եմ, որ դա ռեալ չի, որտեվ կա ինչ որ կազմակերպություն, որը զբաղվում է այդ ռեյտինգ լինելով կամ չլինելով, հասկանալով ինչ որ մեկի տներով որոշ մարդկանց տներով ինչ որ սարք դնելով, թե որ բանն է ավելի շատ նայվում ալիքը եւ ողջ հանրապետության համար ընդամենը 100 սարք։ Ասենք այդ 100 կամ 300 սարքը ռեյտինգ է, ինչ որ տենց ապահովում։ Իսկ ում տների մեջ է դա դրված։ Դա էլ է հարց։ Ո՞վ է որոշում այդ ռեյտինգը։ Չգիտեմ։ Ինձ շատ մարդ մոտենում է եւ դրսում մոտենում է եւ ասում է մենք ձեզ ահավոր կարոտել ենք։ Մենք այն ինչ որ կա, տենց չենք էլ արդեն տենց թերթում ենք, որտեվ ոնց որ սա նույնն է։ Այդ մարդկանց տներում որ դրվեր, հաստատ այդ ռեյտինգը չէր լինի, չէ՞։ Վերջերս մեքենայի մեջ ռադիովան անգավ։ Լսում էի այնքան լավ բաներ տվեցին, ասենք, սրանից մի 8 տարի առաջվա ինչ որ երաժշտություն։ Հայկական։ Հա, հայկական էստրադայի մասին էր խոսքը։ Մի 3-4 երգ տենց ինչ որ իրար հետևից գնաց։ Անենց նոստալգիա ապրեցի, որ սենց ասում այդ էստրադա ունեինք էլի։ Դա համարվում էր հայկական էստրադայի ժամանակակից էստրադայի ոսկե ֆոնդը 2000-ականների սկիզբը եւ այլն եւ դուք էլ ձեր ներդրումն ունեք այդ ժամանակվա հատվածում մնամ հավետում եւ այլն այդ երգերով։ Դրանցով դարձակ գերպոպուլյար եւ այն տարիներին ամենաարդուկից այդ երգերն էին հնչում եւ այլն։ Բոլոր այդ երգերի հեղինակները երաժշտական առումով Հայկոն է, երգիչ, երգահան։ Բայց շշուկներ կան, որ այժմ դուք չեք համագործակցում երաժշտական առումով, ես կխնդրեմ մեկնաբանել այդ շշուկները։ Չենք համագործակցում, տենց չենք չի։ Պարզապես ինչ որ ես իմ գործերով եմ, ինքը իր գործերով շատ քիչ է լինում հանդիպելը, ընդամենը։ Բայց մեր համագործակցելը ընդամենը idea է, որը ասես մի հատ այս բանը չանենք, անենք ու արվում է, տենց ինչ որ այդ շշուկները պարզա լինում են ու միշտ եղել են տենց, ասենք, այսքան բանը կարող է դառնալ այսքան։ Բայց արդյոք այդ գաղափարը իրականացնելու ջանքեր, եռանդ այսօր չկա ձեր մեջ, որովհետև այն ժամանակ բավականին ակտիվ արվում էր եւ փաստորեն դուք էլ հավաստում եք, որ մարդիկ ձեզ մոտենում եւ ասում են, որ այդ ամենը կարոտել են, դուք ինքներդ երաժիշտ եք, առանց երաժշտության հավանաբար դժվար է ապրել։ Այսօր ես անում եմ այդ ալբոմը, անում եմ շատ հետաքրքիր ձայնասկավառակ, որը
որ բոլոր երգերը գիտեք հաստատ։ Իրանք նոր չեն, իրենք Արտուր Գրիգորյանի երգերն են, շատ հին, բայց հիմա արդեն լրիվ նոր, որովհետև գործիքավորումները փոխել ենք Կարենի հետ Մարգարյան, սարքել ենք իրան R&B, մաքուր R&B ոչ, այսինքն ինքը սաունդով էլ R&B, կատարումով էլ R&B, արանժմենտով էլ R&B, ինքը ամեն ինչով ուղնուցուցով R&B է։ Ու Գրիգորիչ հետ միշտ կապի մեջ ենք այդ առումով, որովհետև դե հեղինակա հերիք չի, այն մարդն է, որին ես շատ հարգում եմ։ Միշտ ասենք նոր գործը տանում ենք լսումա ու իր ռեակցիաներն է շատ հետաքրքիր, ինքը տենց մի քիչ զարմանում է, բան, հետո հələ մի հատ էլ դիր, երկրորդ անգամից սկսում է հասկանալ։ Ասում է դե էս էնա ինչ որ այսօրվա է ու զարմանում է նրա վրա, որ իր երգը ոնց սենց ձևափոխվեց, տարօրինակ է, որովհետև դե ականջը սովորա այն հին տարբերակին բնականաբար, բայց դե գրագետ ամեն ինչ արված ու ասենք անցնում է, էլի իր մոտ որ անցնում է, այդ նշանակում է, որ շատ լավ է։ Կարևոր քննություն է անցել։ Հիմա մնացել է, ասենք այդ ամեն ինչը մի հատ մաստերին գարվի ու ինքը գրեթե պատրաստ է, բայց մինչև փետրվար ես իրան չեմ հանելու, որովհետև շնորհանդես շատ մեծ։ Համերգ շնորհանդես եւ իդեպ ասեմ, որ հասույթը գնալու է Նվիրիր կյանք ֆոնդին։ Իսկ կլինի արդյոք տեսահոլովակ այդ երգերից որևէ մեկի հիման վրա։ Այո, կլինի։ Դեռ չգիտեմ որ մեկի վրա նոր տարվա կողմերն անգնում երևի թե իմ նոր տարի երգ հավանաբար, որը երգել եմ Սիրուշոյի հետ։ Շատ սիրուն է ստացվել։ 2010 թվականին ԱՄՆ-ում դասեր եք վերցրել որպես հնչյունային ռեժիսոր եւ այժմ աշխատում եք նաեւ ստուդիայում, բացի հավանաբար ձեր ձայնասկավառակը պատրաստելուց։ Արդյոք վահանակի առաջ երաժշտական ձեզ այս բարեկայում ավելի հարմար է, թե բարձրախոսը ձեռքին։ Ինձ միշտ հարմար է եղել վահանակի առաջ։ Միշտ ես սիրում եմ այդ գործը։ Ես այդ գործը ոչ թե սիրում եմ, ես այդ գործը շատ եմ սիրում։ Ու անգամ մեկ-մեկ չեմ հասկանում ինչքան եմ ավելի շատ սիրում երգելը, թե ձայնային ռեժիսուրան։ Այդ չկա իմ մոտ այդ ինչ-որ, դենց էս ավելի շատ կամ։ Երկուսն էլ հավասար է։ Երկուսն էլ երաժշտության հետ կապված են եւ պատկերացում էլ չունեմ, որն եմ ավելի շատ սիրում։ Ինքը հետաքրքիր է շատ։ Դու նկարիչի պես մարդ ես, վահանակի առաջ նստած, ու դու պարզապես դու ունես ներկեր, ունես կտավ եւ ունես վրձիններ։ Դու պետք է նկարես ինչ-որ բան։ Դու այս երգը պետք է նկարես։ Ինքը պետք է։ Նույն բանն է։ Այդ միքս կոչվածը ինքը այդ է։ Դու պետք է պատկերացնես իրան ինքը ոնց է հնչելու ու ըստ դրա իրան նկարես այդ պալիտրան եւ այդ ամեն ինչը քեզ հնարավորություն է տալի, պլյուս ասենք մի քիչ էլ երևակայություն։ Այնպես որ ինքը շատ հետաքրքիր գործ է, շատ, որից ես երբեք չեմ հրաժարվի։ Իսկ արդյոք դուք ձայնագրում եք օրինակ ռաբիս կատարողներին։ Այո։ Այո։ Ինչու այդ դեպքում, որովհետև գուցե դուք էլ դառնում եք այդ մասսայականացնելու այդ երաժշտությունը, դրա մի մասնիկ այդ գործընթացի։ Գիտեք, ես էլի եմ ասում, ես տեսել եմ այդ մարդկանց, ովքեր ռաբիս են գրում, շատ լավ իրանց գիտեմ։ Իրանք կարողանում են անեն այդ անում են շատ սիրով ու անում են լավ ի վերջո, շատ ավելի լավ, քան այն էստրադային երգիչը, որը փորձում է ինչ-որ տենց այդ ռիթմերի տակ ինչ-որ բան անի։ Ու հաստատ պետք չի, որ ինքը այդ բանը անի։ Այնպես որ մի բանը եթե արվում է ի սրտե, այդ թողարվի։ Հետո ես սենց ասեմ, ես երբ որ նստած եմ վահանակի դիմաց, ես ընդամենը հնչյունային ռեժիսոր եմ։ Ես տենց երգիչ ամբիցիաներ չկա, սկզբունքային բաներ չունեմ։ Բոլորովին չկա, որովհետև սա ուրիշ աշխարհ է, նա ուրիշ։ Եվ ես որպես երգիչ էլ ամբիցիոզ չեմ, որ մնաց մի հատ էլ վահանակի դիմաց ինչ-որ ընդհակառակը փորձում եմ օգնեմ ինչ-որ ֆրազաներով թեկուզ, ասենք ինչ-որ մի խոսքով աջակցեմ այդ process-ին։ Ես տեղյակ եմ, որ դուք չափազանց ակտիվ հետևում եք այն երաժշտական բոլոր երաժշտական առումով նկատի ունեմ ոչ շոու բիզնեսյան իրադարձություններին, որոնք տեղի ունեն նոր ձայներ, նոր հնչողություն եւ այլն
որովհետև ինքներդ այդ ինդուստրիայի մի մասն եք։ Երբ մենք մեր հաղորդման ընթացքում զրուցում ենք երիտասարդ կատարողներից մեկի հետ, ես եւ Արփինեն մի օր անակնկալի եկանք, երբ մեր զրուցակիցներից մեկը, անունը հիմա չտանք, չէր ճանաչում ներկայիս ամենապոպուլյար կատարողներից մեկին, ում երաժշտական գործիքավորումը կարծես ցերագրային առումով ինքնուսույց է շատ կատարողների համար։ Արդյոք այս դեգրադացման խնդիրը նաև փակ լինելը չէ, տեսնել թե ինչ են անում մի քանի հոգի, ովքեր նույն ոլորտում արդեն պոպուլյար են, եւ անել նույնը փոխարենը չտեսնել թե ինչ է արվում ամբողջ աշխարհում եւ ինչ են լսում իրականում համամարտկային չմոտենալ հարցին, այլ պարզապես հայկական կերպով մոտենալ հարցին։ Արդյոք այդ դեգրադացիայի խնդիրը հենց սա չէ։ Գիտեք, փակ չգիտեմ ինչը նկատի ունեք փակ։ Եթե հիմա է փակ, բա սովետի ժամանակ ինչ էր։ Մարդկանց գուցե ցանկություններն են փակ տեսնել թե ինչ է կատարվում Հայաստանի սահմաններից դուրս։ Հա, այդ ընդհանրապես YouTube-ն է հարցը լուծում։ Ասենք, եթե པարզ է, լիքը մարդ չի սիրում ինչ որ սովորել, ինչ որ կատարելագործվել եւ այլն, բայց YouTube տենց կատարողի անունը խփում ես, ինքը հետ է կապված, ինչ կա, չկա, սա վերում։ Այդ ընդհանրապես խնդիր չի։ Սովետը ինչու է շեցի, սովետական միության օրոք Ալջերով կամ Ջորջ Բենսեն կամ Չիկորիա գտնելը պատմություններ խայտարակ է, տենց չէր գտնում, էլի։ Գտնում էին, չէ՞։ Երկաթյա վարակույրներ չհաշված։ Ես խնդալու բան ասեմ, ես ծնունդով Գրոզնիից եմ, Չեչնիայից։ Ես Գրոզնի գնալու ժամանակ ակնկալում էի լիքը ինչ որ դիսկեր բերեն այնտեղից։ Ժամանակ վինիլներ, իդեպ հիմա էլ շուտով արդեն էլի վինիլը, փառք Աստծո։ Նորմալ սաունդ ենք լսելու։ Այն ժամանակ դեռ պրպտում էինք, գտնում էինք նորություն, բան, մի հատ եւ այլն։ Հիմա այդ խնդիրը ընդհանրապես չկա։ Այդ ընդհանրապես պետք է մտքովը տանցնի եւ դա լինի։ Ուրիշ ինչ, միգուցե եւ դեգրադացիա, այո, ինչու՞ չէ։ Ձեր ընկերներից մեկը հարցազրույցներից մեկում նշել էր, որ ձեր նոր ձայնասկավառակը միջազգային չափանիշներին է համապատասխանում եւ այդ առումով գուցե նորություններ լինեն միջազգային շուկայի հետ կապված։ Դա պարզապես իր տեսակետներ եւ իր ցանկությունը, թե նման փորձեր եւ գործընթացներ արվում են։ Մենք հենց դրան էլ ձգտում ենք, որ ինքը հնչի ինձ, ոնց որ հնչում է, ասենք R-Kelly-ին կամ R&B կատարողներից որևէ մեկ։ Դա պարզապես այդ որակական չափանիշներին համապատասխանելու ցանկությունը, թե կան համագործակցության ինչ-որ նշաններ։ Գիտեք, Ամերիկան շատ բան փոխեց այդ 2010-ին, որ ասացիք, ես շատ բան սովորեցի եւ հասկացա։ Ճիշտ է, դա ընդամենը 2 ամիս էր ցավոք սրտի, բայց նորից գնալու եմ եւ կուրսերին մասնակցելու եմ եւ այլն։ Գոյություն ունի ստիլ, այդ ստիլը իր մեջ պարունակում է տարբեր տեսակի բաներ, հագնելուց սկսված, սաունդով վերջացած։ Եթե դու այդ ստիլին չես համապատասխանում, դու ոչ մի տեսակի iTunes-ներում չես կարող լինել։ Քեզ չեն ընդունում, ընդհանրապես։ Ասենք, այդ նույնն է ոնց որ գրես hard rock, բայց մեջը լինի fusion drums, տենց fusion style-ի բառաբան, որը hard rock-ի չի, ասենք sound-ով տենց չի։ Ինչքան ուզում է լավ միքսված լինի, կապ չունի։ Ասենք, եթե դա ստանդարտ է, ինքը այդ ստանդարտի, ինքս այդ ստանդարտից դուրս է, վերջ։ Այնտեղ չի ընդունում։ Այդ ստեղ է, ինչ ուզում անում են, այնտեղ չի ընդունում, հետ չի ընդունում։ Սենց լսում են, առաջի, ինչ ասեն, վարկյանները անջատում են, վերջ, անցանք։ Իսկ արդյոք երբևէ ուղարկել եք ձեր ձայնագրությունները, օրինակ համաշխարհային Sony Records կամ չգիտեմ։ Եղել են այդպիսի փորձեր, մի քիչ այլ տեսակի, ինքը R&B չէր, ինքը վոկալիզ էր, ոչ մի գործիք չկար եւ ոչ մի լեզվով, ինքը պարզապես երաժշտություն էր, որը մեջը պարունակում էր գործիքների ձայներ, բայց դա այդ ամենը արվում էր ձայնով։ Ինքը շատ հետաքրքիր պրոյեկտ է, ինքը մինչև հիմա կա, ինքը ուժի մեջ է եւ ակնկալվում է 1 երգ այդ 7-ից, որ լինելու է soundtrack մի հատ ֆիլմի։ Փաստորեն հետաքրքրություն առաջացրել էր այդ հետաքրքիր վոկալիզը եւ հնարավոր է, որ համաշխարհային շուկայից դուրս գա այդ soundtrack-ը։ Դա աստված։ Եվ վերջում, երբ կվերադառնա եթեր, նույն ակտիվությամբ, նույն էներգիայով այն Տիգրան Պետրոսյան ու մարդիկ կարոտել են։
Ինձ ստիմուլ է պետք, երևի թե ստիմուլը կլինի համերգ, հա։ Դրանից հետո կերևա։ Համենայն դեպս ես համոզված եմ, որ ես վերադառնալու եմ, ուղղակի մոտ դե ասում եմ, այդպես ուշ-ուշա լինում են։ Շնորհակալ ենք, կարծում եմ շատ հեռուստադիտողներ, ովքեր ձեզ հասցրել էին կարոտել, ստացան հետաքրքիր պատասխաններ իրենց ուզող հարցերին։ Շնորհակալ ենք մեզ համար ժամանակ գտնելու համար։ Անչափ շնորհակալ։ Ձեզ էլ շնորհակալ։ Դուք դիտում եք Փոփ հանրագիտարանի հերթական թողարկումը հարցազրույցի ժանրով։ Արձագանքեք բոլոր հնարավոր միջոցներով։ Շարունակեք արձագանքել մեր պաշտոնական կայքում եւ բլոգում։ Մենք չենք գրաքննում։ Փոփ հանրագիտարանին կարող եք միանալ նաև Facebook-ում, Twitter-ում եւ Instagram-ում։ Բաց թողած բոլոր թողարկումները կրկին կարող եք դիտել YouTube-ի մեր պաշտոնական ալիքում։ Բոլոր հղումները ձեր էկրաններին են։ Հաղորդման հետ համագործակցում են քաղաքի լավագույն դիզայները եւ Image կենտրոնը եւ իհարկե հայfanat.com, asecose.am կայքերը։ Մենք չենք հոգնում կրկնել, որ փորփրելու ենք հայկական շոու բիզնեսի ամենափոշոտ արխիվները եւ իհարկե մերկացնելու ենք աստղերին։ Առայժմ Հաղորդման գործընկերն է Ֆայինա խանութ սրահը, հասցե Թումանյան 37։ Հաղորդման գործընկերն է Ագա Քանքանյան Image կենտրոնը, հասցե Իսահակյան 14, հեռախոս 56 58 95։